Ծառուկյանին ունեզրկելու գործընթաց սկսելու հետ մեկտեղ Փաշինյանը կյանքի կոչեց նաև նրան նստեցնելու սպառնալիքը։ Դատարանը բավարարեց Բարգավաճ Հայաստանի ղեկավարին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։ Նրա դուստրերը, որ ժամեր շարունակ դատարանի դիմաց որոշմանն էին սպասում, բացարձակ ապօրինություն են համարում իրենց հոր դեմ կատարվողը։ Բարեգործի հետ նման կերպ վարվել, ձեռքերը շղթայած տուն մտնել 13 ժամ հետախուզություն անել ու որևէ լուրջ բան չգտնել, երկրորդ անգամ նույն բանը կրկնել, մի անգամ էս ամեն ինչի միջով անցան, կալանավորեցին, տունը խուզարկեցին, հնարավոր ու անհնար միջոցներն օգտագործեցին։ Փաշինյանի իշխանության օրոք սա գործարարի կալանավորման արդեն երկրորդ դեպքն է։ Նա 2 ամսով կալանքի տակ էր պահվել նաև 2020 թվականին։ Այդ ժամանակ Ծառուկյանը մեղադրվում էր 2017-ի ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ։ Այդ գործով սակայն ամիսներ առաջ նա արդարացվեց դատարանի կողմից։ Հիմա էլ իր դեմ ընդամենը գործ են կարում, մեղադրանքն էլ փուչիկ է։ 3 քննչականից դուրս գալիս հայտարարեց ԱԱԾ հատուկ ջոկատայիններով շրջապատված Ծառուկյանը, որի ձեռքին անգամ չէին կարողացել հագցնել ձեռնաշղթաները, ձեռքերի մեծ լինելու պատճառով։ Ասում են, որ որոշակի ընկերությանը պատկանող գույքը հափշտակել է խարդախությամբ, ասում ենք այդ գույքը ումա պատկանում, ասում են այդ նույն ընկերությանը։ Ասում ենք լավ, այդ ընկերության գույքն է, պատկանում է այդ ընկերությանը։ Ոնց են հափշտակը հափշտակվել։ Հափշտակությունը, խարդախությունը դա նա է, որ դու այդ ընկերության կամ անձի սեփականությունից դուրս ես հանում, դարձնում ես քոնը։ Բայց պատկանում է այդ ընկերությանը։ Օրենքից դուրս գործողություն է, ու թոսա մեր քաղաքացիները տեսնելով հասկանան, որ սա կարող է բոլորի դուռը թակել ու որևէ մեկի ապրելու ձևը, շարժվելու ձևը կամ չգիտեմ որևէ մի բան, եթե որևէ մեկին դուր չեկավ, ցանկացած պահի իմացեք, որ ցանկացած ձևով սա կարող է բոլորին առնչվել։ Սա էլ կանցնի, մենք այս դատական process-ով անցել ենք, հայրս կալանքի մեջ եղել է մի ամիս, ամուսինս էլ էս պահին տնային կալանքի մեջ է, կանցնի, վստահ եմ ամեն ինչ կանցնի, մենք հանդուրժ կարողանալու ենք դիմակայել ու այս փորձությունն էլ անցնել, բայց բաներ կան, թող ժողովուրդը հասկանա, որ անդառնալի բաներ կարան լինեն մեր երկրում, մեր պետականության, մեր կրոնի, մեր մշակույթի փոփոխության մեջ, որ դրանք մենք երբևէ էլ հնարավոր է չկարողանանք վերականգնել։ Բոլորն էլ այսքան տարի գիտեին, որ Ծառուկյանն իր տանը բազմաթիվ կենդանիներ է պահում, այդ ինչպես է ստացվում, որ միայն հիմա նրան նստեցնելու եւ ունեզրկելու ժամանակ են հիշում դրա մասին եւ սկսում մտահոգվել կենդանիների ճակատագրով։ Ռետորական հարց են տալիս Ծառուկյանի դուստրերը։ Դա իր հոբբին է, նախասիրությունն է, մանկուց մենք շատ շուտ ժամանակվանից մենք այդ կենդանիներին պահում ենք, թորնիկների հետ գնում, կերակրում են կենդանիներին, բադիկներին հաց են տալիս, չգիտեմ, այդ այն տարածքն է, որտեղ ընտանիքով ժամանակ են անցկացնում, ձուկ են որսում, ու այդ ամեն ինչը հիմա տեսնել, նկատել ու կենդանիներին քնեցնել, տեղափոխել գազանանոց, որտեղ եղած կենդանիներին նորմալ չեն կարողանում պահել, սա ուղղակի թող մարդիկ դատապարտեն, թող մարդիկ ուղեղ ունեն, վստահ են բոլորը բանական մարդիկ են, թող մարդիկ տեսնեն ու եզրակացություններն իրենք անեն։ Կենդանիներին փրկելու անվան տակ քնեցված եւ տեղափոխված առյուծներից մեկը, սակայն, էգը չի դիմացել, այդպես էլ չի արթնացել ու սատկել է։ Ըստ կենդանաբանական այգու, պատճառն առյուծի մեծ տարիքն ու դրանով պայմանավորված հիվանդություններն են եղել։ Բայց եթե անգամ կենդանին նման խնդիրներ ուներ, միևնույնն է, ապրում էր ու սատկել է հենց քնեցվելուց ու տեղափոխվելուց հետո։ Այն մարդու չուճելներն էլ գողացան։ Դա առույցներին ոչինչ, հետները տանեն ազգային ժողով, զարթնացնենք տանեն ազգային ժողով, չուճելները չհասկացա։ Մի քանի ամիս ԱԱԾ մեկուսարանում անցկացրած հիմա էլ տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը ապօրինի է համարում Ծառուկյանի դեմ հետապնդումները։ Վստահեցնում, որ ընդդիմության առաջնորդներին նստեցնելով եւ ունեզրկելով Փաշինյանը չի կարողանալու հետագա պայքարը խեղդել բնում։ Ոչ մի բան ինքը բնում չի կարող խեղդել, որովհետեւ դուք տեսակ, որ ընդամենը Փաշինյանը հավաքեց բոլոր կեղծարարություններով, բոլոր ռեպրեսիաներով, բռնություններով, չկարողացավ հավաքել այն տոկոսը, որը իրեն կդարձնի լեգիտիմ իշխանություն։ Կարապետյանը պնդում է, որ մանդատները վերցնելը պետք է հետագա պայքարի համար։ Նորից վստահեցնում է, որ փողոցային պայքար են սկսելու ինչ-որ պահի, թե երբ ոչ մի ժամկետ դեռ չկա։ Դրա համար մի քանի տրիգերներ են պետք։ Մենք ուշադիր ենք լինելու, այդ տրիգերների առկայության դեպքում կլինի թե փողոցային պայքար, թե ազգային ժողովում պայքար, ամեն ինչ միասին պետք է լինի։ Ընդդիմադիր բազմաթիվ ուժեր դատապարտել են Ծառուկյանի դեմ հետապնդումը, համոզված են Փաշինյանը լիակատար բռնապետություն է ուզում հաստատել եւ վստահ են հետապնդումներն ավելի լայն թափ են ստանալու, եթե այսպես շարունակվի։ Եթե ուժները հերիքի, եթե կարողանան հաղթահարել այս ձեռբակալությունները, առաջիկայում այս չոքելու այլ քաղաքական ուժերի դուռը,
ու առհասարակ ազգային մտածողություն ունեցող մարդը Հայաստանում հետապնդվելու է։ Ով չի սպասարկում թուրք-ադրբեջանական օրակարգ, ինքը հետապնդվելու է։ Այն գործարարը, ով հաշտ չի լինելու այս թրքացման process-ի հետ, կապ չունի ինքը զբաղվում է քաղաքականությամբ, թե ոչ։ Ինչ որ մի պահի, հիշեք այս օրը, եթե սրանք մնան, ինքը եւս հայտնվելու է այս ամեն ինչի մեջ։